Երեկոյան ժամերին հետ ավելի հավես է դասանել, որովհետև բոլորը քնած են, խանգարող ոչ մեկ չկա, ու քո համար դաս ես անում, տենց ավելի հեշտ է ստացվում ու արագ։ Համալսարան ընդունվելուց առաջ ուզում էի դառնալ չինարենի մասնագետ ու զբաղվեի սինխրոն թարգմանությամբ, բայց այս երկու հրաշք մարդկանց շնորհիվ ես հիմա սովորում եմ կորեերեն միջազգային հարաբերությունների բաժնում։ 2012 թվականից ապրել եմ Սասուն ազգագրական երգի պարի համույթում եւ մինչեւ օրս ազգագրական երկու պարը իմ կյանքում կա, քանի որ ավագ դպրոց գնալուց հետո միացել եմ ակներ երգի պարի խմբին Կիրգիզստան։ Ունեմ տարբեր զբաղմունքներ, դրանցից մեկը թվային նկարներ նկարելն է, ինչպես նաև գործելը, սա ես եմ գործել։ Ընկերներով սովորություն ունենք, երբ որ գնում ենք ինչ-որ միտեղ ման գալու, հիմնականում այսպիսի նկարներ ենք անում, լավ դրական հիշողությունները պահելու համար, ու բավականին շատ են ինձ մոտ, այստեղ նկարների կեսն են, բայց շատ եմ սիրում այս անկյունի մեր տան։ Բոլորին այստեղ հատառած սիրում եմ շատ։ Համալսարանում կորեերեն սովորելու ընթացքում էլ ավելի հետաքրքրվեցի կորեական խոհանոցով ու սկսեցի ավելի շատ պատրաստել կորեական ուտեստներ։ Հետո որ լավ էփի։ Հիմա գտնվում ենք մեր խոհանոցում, որտեղ ընկերներով շատ ենք հավաքվում ու մեզ միանում է հաճախ նաև մայրիկս, քանի որ իմ ընկերները, եթե բոլորը մայրիկիս հետ շատ մոտ են, շատ են սիրում միասին ժամանակ անցկացնել մեր տանը։ Մեր խոհանոցը ասենց հատուկ ուժ ունի, դրական լիցքեր է բոլորին տալիս, դրա համար հիմնականում մեր երեկոները անցնում են մեր բնակարանում, մեր խոհանոցում։ Փոքր տարիքում սոսանցերով տեսա, թե ինչպես են աճեցնում բույսեր կորիզից, այդ առաջից իմ բույսը եղավ ավոկադոն, հույս արդեն լիմոնը, հետո ալոեն, պամելո ու հողիծառ։ Ամառակ փորձեմ նաև այլ բույսեր աճեցնել։ Հողիծառ, вообще աչի փոխնել, ապրես։